Վերջին օրերին Բաքուն կարծես մի կողմ է դրել Սահմանադրության փոփոխության ու Մինսկի խմբի լուծարման նախապայմաններն ու համառորեն Հայաստանից ականապատ տարածքների նոր քարտեզներ է պահանջում։ Հայաստանին պատասխանատվության ենթարկելու միջազգային հանրությանն ուղղված կոչերն ուղեկցվում են տեղեկատվական գրողներով։ Իբր ականի վրա տարբեր տարածքներում ու հանգամանքներում ադրբեջանցիներ են պայթում։ Արցախը ոչ թե ադրբեջանական տարածք է եղել, այլ հակամարտության գոտի, ասում է արցախցի ռազմական փորձագետը։ Ալիևի ռեժիմն այսպիսի հայտարարություններով փորձում է փակել Արցախն օկուպացնելու եւ բռնի տեղահանվածների հարցը, որը կարող է բարձրացվել միջազգային ատյաններում։ Արցախում ապրել են 50,000 մարդ, 120,000 մարդ այդ տեղահանումից հետո տեղահանման ընթացքում մնացած արցախցիների քանակի մասն է զրուցքն։ Այսօր Ադրբեջան Հանրապետությունը ամեն ձևի աշխատանք է իրականացնում, որպեսզի խոսվի ականապատված դաշտերի մասին, խոսվի մեր կողմից ինչ-որ պայմանագրերի չկատարման ասենք հարցը։ Օկուպանտը հենց իրանք են եւ հենց իրանք էլ օկուպանտի նաեւ ձեռագրով իրանց աշխատանքը իրականացնում են, իջեցնելով եւ տապալելով մեր իրավունքները, իրանց նարատիվները առաջ են տանում եւ փորձում միջազգային դաշտում ստեղծել իրանց համար ավելի հարմար խոսելու որովհետեւ պայման։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների գիշերն ականի պայթյունից ջրականի տարածքում ադրբեջանցի սահմանապահ է մահացել, 3 քաղաքացի էլ տուժել է ակնայում։ Ադրբեջանի ՄԻՊ-ը հայտնել է, որ 2020 թվականից հետո հայկական կողմի տեղադրած ականների զինամթերքի պայթյունից զոհվել կամ վիրավորվել է 392 ադրբեջանցի։ Այդ ականները նաև հնարավոր է իրանց ականները լինեն։ Մենք չենք կարող հիմա գնանք ու ապացուցենք, որ դա այդ տեղամասում հենց ծեր տեղադրված ականներ են, որը չի կարելի բացառել։ Հիմա ապացուցել, որ դա հայկական ականա կամ ադրբեջանական ականա նախ հարցական է մեծ այդ հարցում։ Երկրորդն էլ հա իրանք ամենօր կարան մեղադրեն մեզ ու մենք էլ ապացույց չունենք ցույց տանք, որ մենք ձեզ ինչ տվել ենք, դուք այնտեղ այդ մասնագիտական աշխատանքը ոչ լիարժեք եք իրականացրել կամ ինքը երկարատև աշխատանք է եւ այդ աշխատանքը գնահատելն է, որ կարելի է 1 տարում, 2 տարում ավարտած եւ ընդհանրապես բացառել նման բաներ, դա ուղղակի սխալ մոտեցում է, սխալ տեսակետ է։ Ի պատասխան Բաքվի մեղադրանքներին Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ կարևորելով հումանիտար հարցերը 44-օրյա պատերազմից հետո հայկական կողմն առանց նախապայմանների 4 անգամ Ադրբեջանին է տրամադրել ականապատ դաշտերի 972 տեղեկամատյան, սակայն Ադրբեջանը կասկածի տակ է դնում քարտեզների ճշգրտությունը, պնդելով, որ դրանք ցույց են տալիս մոտ 400,000 ականի տեղակայման վայրերը, մինչդեռ իրական թիվը մոտ 1,5 միլիոն է։ Ըստ ադրբեջանական կողմի քարտեզների ճշգրտությունը 25% է։ Հայկական կողմը վստահեցնում է, որ չունի ավելի լավ կամ ավելի ճշգրիտ քարտեզներ եւ պատրաստ է միջազգային փորձագետների ներգրավմամբ ստուգել այդ քարտեզների ճշգրտությունը։ Իրանք կարան նաեւ ստուգեն, տեսնան, որ իրոք ներկայացվածը ճիշտ է եւ այնինչ որ մեզ ունենք ինքը համապատասխանում է իրավիճակին։ Ասենք կա չէ բաներ, ասենք բնական երևույթներ, որոնք ասենք կարող է այդ ականները թեկուզ 5 մետր, 10 մետր ճանապարհից աջ կամ ձախ տանեն, ասենք սելեր այլնում, տարբեր եղանակային պայմաններ այլնում, այդքանը պետք է հաշվի առնվի եւ այն ինչ որ ներկայացված է կոորդինատները իրանց միգուցե կարող է 5 մետր, ես բացատրություն չեմ տալիս, կարող է շեղումներ լինի, դա ես երբևիցե բացատրություն չեմ տալիս, ես ուզում որպես մասնագետների լեզվով խոսենք, որ դա այն տեսլականը չի կամ այն նարատիվը չի, որ ասենք, որ մենք չենք համագործակցում կամ առավել եւս մենք խոչընդոտ ենք ստեղծում խաղաղության պայմանագիր կնքելու համար։ Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո Արցախում հայկական կողմն ավելի քան 25 տարի ականազերծման աշխատանքներն իրականացրել է առանց Ադրբեջանի տրամադրած քարտեզների։ Այդ տարիներին եղել են ականի պայթյունից տուժելու բազմաթիվ դեպքեր։ 90-ական թվականների պատերազմից հետո իմ տեղեկություններով Ադրբեջանը ոչ մի քարտեզներ, ականապատ դաշտերի քարտեզներ չի ներկայացրել եւ այդ շրջանակում ոչ մի բանակցություն չի վարվել, այլ հումանիտար այդ թվում Հելոտրանսի բացի նաեւ տեղական այդ ուղղությամբ աշխատող կազմակերպություններից նաեւ Հելոտրանսը ինքը աշխատում էր եւ ինչպես գիտեք ինքը մոտ 25 տարի առնվազն աշխատել է այդ ուղղությամբ եւ դեռ հալա Արցախ հանրապետության տարածքում կային ականապատված դաշտեր կամ տեղեր, որտեղ որ
մնացել են ինչ-որ անհատական այսպես տեղադրված առանց որևէ քարտեզների ականներ, որոնք ոչ մի քարտեզում նշված չեն եղել, ընդ որում կա նաև օֆիցիալ քրոնիկա, այսպես ասենք, կա եւ դրա որ քաղաքացիական մեր ժողովուրդը աշխատանք կատարելուց, նաև ասենքն դաշտերում աշխատելուց, գյուղատնտեսական աշխատանք տանելուց պայթուններ են տեղի ունեցել, դա մեր հանրապետության խորքում ա եղել, իհարկե այն տեղերում ա եղել, որտեղ պատերազմի ժամանակահատվածում սահմաններ է եղել կամ պատերազմական գործողություններ ա վարել։ Այսինքն դա վկայում է նրա մասին եւ ասում է նրա մասին, որ այդ ուղղությամբ ոչ մի փոխանակվող փաստաթղթեր, քարտեզներ կամ հարաբերություն չի սահմանված եղել։ Արդարադատության միջազգային դատարանը մերժել է Հայաստանի նկատմամբ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջը, որով Բաքուն Երևանին մեղադրում էր ականապատումների համար։ Բաքուն շարունակում է մեղադրել Երևանին նաև հրադադարի ռեժիմը խախտելու համար։ Ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության ապրիլի 6-ի երեկոյից մինչև ապրիլի 7-ը ժամը 4:30 հայկական կողմը մի քանի ուղղությամբ խախտել է հրադադարի ռեժիմը։ Հայկական կողմը հերքել է Բաքվի հերթական սուտն ու հիշեցրել, որ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը Հայաստանին փոխանցելու դեպքում։ Արթուր Հակոբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։